Հայաստանում ծնունդների թիվը կրճատվել է գրեթե 5%-ով, բնական աճը նվազել է 22.5%-ով, ինչու մեր երկրում շատ երեխաներ չեն ծնվում, փորձել ենք պարզել մեր համաքաղաքացիներից։ Պայմաններ չունեն պահելու, որովհետև կյանքը շատ է դժվարացել։ Ամեն ինչ թանկ է, չգիտեմ ինչ ասեմ։ Դժվար է երեխաներին պահելը։ Այո, շատ դժվար է։ Սոցիալապես անապահով են, ասենք թե մի երեխան արդեն ինքն իրեն շատ գումար է պահանջում, թե դպրոցում, թե մանկապարտեզներում։ Ծնելիության նվազման մասին խոսելիս քաղաքացիները հիմնականում մեջբերում են ֆինանսական դժվարությունները, ցածր աշխատավարձերը եւ կայուն եկամտի բացակայությունը։ Թեև մեր երկրի բարձր ամբիոններից անընդհատ հնչում է, որ տնտեսությունն աճում է, ցավոք այդ ցուցանիշների ֆոնին ծնելիության մակարդակի բարձրացման առումով հակառակ պատկերն է արձանագրվում։ Վիճակագրական կոմիտեում ամփոփել են ընթացիկ տարվա 10 ամսվա ցուցանիշները։ Ամփոփվել են 10 ամսվա ցուցանիշները եւ արձանագրվել է 26768 ծննդյան դեպք, յուրաքանչյուր 1000 բնակչի հաշվով կարող ենք ասել, որ այս 10 ամսվա կտրվածքով ծնվել է 10.4 միավոր երեխա, այսինքն 10-ից ավելի երեխաներ յուրաքանչյուր 1000 բնակչի հաշվով։ Նույն ցուցանիշը 2024 թվականի 10 ամսվա կտրվածքով եղել է 11.1 պրոմիլ, այսինքն գրեթե 1 միավորի ուրեմն նվազում արձանագրվել է։ Ի տարբերություն ծնելիության, մահացության ցուցանիշները մեր երկրում 2025-ի հունվար-հոկտեմբեր ամիսներին եղել է կայուն։ 21080 մահվան դեպք է գրանցվել 10 ամսվա կտրվածքով, նախորդ տարվա 10 ամսվա համեմատ գրեթե 7 դեպքով էր պակասել է, սակայն հարաբերական ցուցանիշում բավական 0.2 պրոմիլային կետով նվազում ունենք, 8.2 պրոմիլ, այսինքն յուրաքանչյուր 1000 բնակչից 8 մահ է գրանցվել, նախորդ տարի այդ ցուցանիշը 8.4 է եղել, այսինքն որոշակի նվազման միտում կա։ Գրեթե 12% նվազում է արձանագրվել նաև ամուսնության ցուցանիշներում։ Նախորդ տարվա 13170 գրանցված ամուսնության դեպքի համեմատ 2025-ին արձանագրվել է 11574 ամուսնության դեպք։ Վիճակագրության դաշտում ընթացիկ հաշվառման տեսանկյունից ընկնում են միայն գրանցված դեպքերը։ Մի փոքր ավելացում, գրեթե 4%-ի ավելացում կա գրանցված ամուսնալուծությունների մասով, 4033 ամուսնալուծության դեպք է գրանցվել 24 թվականի 3876 դեպքի համեմատ։ Եվ իհարկե յուրաքանչյուր 1000 բնակչի հաշվով 4-ից մի քիչ ավելի ամուսնություն է գրանցվել եւ 1.6, այսինքն գրեթե 2-ին մոտ ամուսնալուծության դեպք։ Վիճակագրական կոմիտեի նախագահի խորհրդական Կարինե Կույումջյանը վերջապես դրական ցուցանիշ է մատնանշում։ Ընդհանուր ծնունդների թվում ավելացել է երրորդ եւ հաջորդ երեխայի ծնունդը։ Մեր երկրում ծնված երեխաների ավելի քան 36%-ը կազմում են այդ ծնունդները։ Իհարկե խնդիրներ ունենք նաեւ ծնելիության միջին տարիքի հետ կապված, որ գնալով ավելի բարձրանում է ուրեմն առաջին երեխաներ ունենալու միջին տարիքը եւ դա պայմանավորված է աշխատանքային գործունեությունը կարգավորելուց հետո նոր երեխաներ ունենալու հանգամանքով։ Պետությունը նոր օրենքների ընդունմամբ նպաստների ու ծրագրերի միջոցով փորձում է խթանել ծնելիությունը, սակայն շատ ընտանիքներ կարծում են այդ աջակցությունը բավարար չէ երկարաժամկետ վստահություն ունենալու համար։ Մեր երկրի բնածին աճի ցածր մակարդակը խոսում է այն մասին, որ խնդրին պետք է նայել ոչ թե սոցիալական, այլև ազգային անվտանգության հարցի դիտանկյունից։ Հասմիկ Վահրադյան, Կարապետ Կարապետյան, Արմալուր։